Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ողջունում ենք ձեզ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես դիմում եմ մեր այն հարգարժան ունկնդիրներին, որոնք նոր են սկսել հետևել One Talk Med YouTube-յան ալիքին եւ դեռ չեն հասցրել բաժանորդագրվել, ընդհանրապես խնդրում ենք ձեզ սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել մեր ալիքին եւ խրախուսել մեր աշխատանքը ամենքիդ համար։ Այսօր մեր հյուրն է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալություն, որ ժամանակ եք գտել եւ եկել եք մեր տաղավար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Պետրոսյան, իրողությունները բավականին հետաքրքիր են քաղաքական։ Դրանից առաջ մի քիչ ես իմ զրուցակիցների հետ ասում էի իրարամերժ են, մի քիչ տագնապալի են եւ այլն, հիմա էլի տագնապը կա, էլի ինչ որ վատ սպասումներ կան, նաեւ լավ սպասումներ կան, նաեւ լավատեսորեն, բայց ամեն դեպքում հետաքրքիր են նրանով, որ տեղի են ունենում այսպես շարունակական ու շղթայական բանակցություններ միջազգային դաշտում տարբեր գերտերությունների, պետությունների միջև, որոնք վճռորոշ դեր են խաղում միջազգային հարաբերություններում։ Մասնավորապես մեզ համար չի կարող հետաքրքրություն չներկայացնել ԱՄՆ-Իրան այս բանակցային գործընթացը եւ չնայած ամերիկյան կողմի որոշակի լավատեսությանը, ամեն դեպքում Իրանի արտգործնախարարը Աբբաս Արաքչին ասել է, որ Իրանը ամեն դեպքում չի դադարեցնի միջուկային ծրագիրը։ Ինչ է կարծում, սրանից նոր պատերազմի հոտ է փչում, թե հնարավոր կլինի կանխել վերահաս աղետը, որովհետև դուք իմ կարծիքով լավ հասկանում եք, որ մեծ պատերազմը Իրանի դեմ, այդ տարածաշրջանային պատերազմը չի կարող ուղղակի չշրջանցել նաև մեր Հայաստանը։ Բնականաբար, սա շատ բարդ գործընթացներ են իրականում, որտեղ շատ դեպքերում կարող է նաև կանխատեսում անելը դժվար լինել եւ շատ դեպքերում նաեւ հնարավոր է մեր կանխատեսումները նման լինեն գուշակությունների, բայց այնուամենայնիվ այն որ օղակը սեղմվում է Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ, դա ակնհայտ է, բայց պետք է նաեւ հասկանալ գլոբալ պատկերը, այդ մոզաիկը ասվածը, ինչը տեղ ունենում։ Հիմա շատերը խոսում են աշխարհակարգի, նոր աշխարհակարգի ձևավորման մասին, ես դրա հետ ընդհանրապես համաձայն չեմ։ Կարող է միջազգային կարգն է փոխվում, բայց աշխարհակարգի տրամաբանությունը հետևյալն է։ Երբ ժամանակին կար ամրագրված էր ազգային պետությունների առանցքային դերը միջազգային հարաբերություններում, որ դեռ Վեստֆալյան աշխարհակարգից էր ստեղծվել 1648 թվականից, տեսեք ինչքան հետ եմ գնում։ Այսինքն միջազգային հարաբերությունների հիմնական սուբյեկտը դա պետությունն էր, ազգային պետությունը։ Հետո երբ արդեն ձևավորվեցին միջազգային կառույցները, վերպետական կառույցները, որոնք ըստ էության սահմանեցին խաղի կանոններ, ըստ էության նրանք դարձան ավելի կարևոր դերակատարներ միջազգային հարաբերություններում, քան ազգային պետություններն էին։ Բայց դա շղարշ էր ինչ-որ մի ժամանակ։ Ինչի համար եմ սա ասում։ Այսինքն միջազգային կարգը, որը որ մենք գիտենք, հումանիտար իրավունք մարդու, տարբեր կամ ընդհանրապես միջազգային կարգ, որը հիմնված էր լիբերալ դեմոկրատիայի սկզբունքների վրա, այլևս չի գործում, չկա։ Աշխարհը մշտապես եղել է բոլոր ժամանակներում որպես այդպիսին, միաբևեռ։ Միայն բացառությունը, բայց դա պատմական առումով շատ կարճ ժամանակ է, եղել է 70 տարի, երբ եղել է երկբևեռ ԽՍՀՄ եւ Արևմուտք։ Հիմա կրկին աշխարհը գնում է միաբևեռ դառնալուն, շատ հստակ, բայց այս պահին որովհետեւ մեկը չի կարող ասել միաբևեռ է աշխարհը։ Ամենաուժեղ բևեռը Միացյալ Նահանգներն են, Արևմուտքն են, երկրորդը որպես այդպեսին Չինաստանն է, եւ երրորդը թուլացած գերտերություն դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Այսօր գնում է միաբևեռ աշխարհի նորից ամրապնդման ճանապարհով։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ մենք սա պատկերացնենք, Միացյալ Նահանգների դերը կրկին պետք է իրենց տրամաբանությամբ դառնա գերակա աշխարհում հեգեմոն եւ բնականաբար ով քիչ թե շատ ծանոթ է տնենք մի կողմ այդ ինչ որ կեղծորակարգերը ինչ որ լրատվությունից ոգեշնչված մարդիկ վեր են կենում ինչ որ արդարության մասին են խոսում եւ այլն նման բան գոյություն չունի ով մի քիչ ծանոթ է անգլոսաքսոնական քաղաքական մտքին եւ քաղաքական փիլիսոփայությանը բոլորը շատ լավ գիտեն որ նրանք երբևիցե չեն կարող հանդուրժեն աշխարհում երկու բևեռ կամ երեք բևեռ կամ բազմաբևեռ աշխարհ չի կարող այդպեսի բան լինելու է եթե որևէ այդ մյուս կողմը հանկարծ չսահմանափակի իր ինտերվենցիան անպայման լինելու է պատերազմ
անպայման։ Այսինքն խնդիրը սրա մասն է։ Ես ուղղակի փորձեցի հակիրճ ասեմ, թե ինչ է կատարվում։ Այսինքն ձեր ասածից հետևեց ձեր այս վերլուծությունից ես կարող եմ հետևություն անել, որ բոլոր դեպքերում այս բանակցային գործընթացները տարբեր բևեռների եւ տարբեր պետությունների, որոշիչ պետությունների միջև բոլոր դեպքերում դրական են եւ հատկապես դրական է նաեւ Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունը, որը կարող է ինչ որ դրական պտուղներ արձանագրել, դրական է ԱՄՆ իր երկխոսությունը, որը կարող է ինչ-որ դրական արդյունքներ արձանագրել, Եվրամիության եւ տարբեր, այսպես ասած, բևեռների Եվրամիություն Իրան երկխոսությունը, որը նույնպես կարող է դրական արդյունքներ, արձանագրել, եւ այն ռադիկալիզմը, այն արմատականությունը, որ կար մինչեւ այս մինչ այս երկխոսությունները, ես այդպես կարող եմ ասել, բոլոր դեպքերում չէին բերում որևէ լավ բանի։ Տեսեք, որպես այդպեսին պետք է մենք հասկանանք ինչ ենք պատկերացնում դրական ասելով, դրական ում համար։ Գլոբալ առումով, երբ աշխարհում լինում էր, օրինակ, կար մեկ տերություն կամ լինում է մեկ հեգեմոն, դա շատ ավելի դրական անկալում, որովհետև ասում են կապ չունի խաղի կանոնները լավն են թե վատը, բայց կան խաղի կանոններ, որով բոլորը շարժվում են, այսինքն ամեն ինչ հստակ է։ Այսօր մենք չունենք այդ հստակությունը, չկա ինչ որ մեկ խաղի կանոն, որով բոլորը շարժվում են։ Կա ընդհանրապես մի կանոն որպես այդպեսին, որ դա ուժի քաղաքականությունն է։ Ուրիշ որևէ կանոն որպես այդպեսին չի գործում։ Դրա համար շատ դեպքերում նույնիսկ տեսաբանները ասում են, որ շատ ավելի լավ կլինի այս խմորումները արագ ավարտվի, ինչ որ մի հեգեմոն ձևավորվի վերջնական, որը կպարտադրի իր կարգը, որը եղել է օրինակ ժամանակին Միացյալ Նահանգներն է եղել, ամբողջ աշխարհի հեգեմոնն է եղել եւ ինքը ասել է ես աշխարհը եւ պետությունների միջև հարաբերությունները պատկերացնում եմ իմ արժե համակարգի եւ իմ կերպին համապատասխան։ Բայց կարծում եմ արդար չի, պարոն Պետրոսյան։ Բնականաբար արդար չի։ Ինչը մեկը, գուցե երկուսը, երեքը բնականաբար արդար չի, բայց մարդկության պատմությունը միշտ շարժվել է այդ տրամաբանությամբ, այդ տրամաբանության ուղղակի տեսականորեն անգամ փոխվել չի կարող։ Այս ամեն ինչը դրա մասին է։ Եվ եթե մենք հիմա վերադառնանք Իրանին, ուրեմն Իրանի շուրջ, ինչպես արդեն ասացի, այս օղակը բավականին սեղմվում է, բայց այստեղ իմ խորին համոզմամբ շատ ավելի կարևոր նախաձեռնող է, որ Իրանի շուրջ ճնշումները ավելի ուժեղանան, Իսրայելը, որովհետև եթե գիտեք, եթե հիշում եք, երբ Փեզեշկյանը դարձավ Իրանի նախագահ, շատ արագ ինքը նույնիսկ նախաձեռնեց բանակցություններ Միացյալ Նահանգների հետ եւ շատ ավելի ինքը ընկալվեց որպես պրո-արևմտյան Եվ նույնիսկ շատերը քննադատում էին, նույնիսկ շատերը պրոարևմտյան իր քաղաքականության համար շատերը մեղադրում էին, ասում են, որ գիտեք ինչ, շատ ժամանակ ինքը նույնիսկ դավաճանական համագործակցության ագնում, նույնիսկ եղել են падգամավորներ էին նման հայտարարություններ անում։ Բայց այստեղ Իսրայելի համար մահացու վտանգավոր է, եթե հանկարծ կարողանան ինչ որ եզրեր գտնել Միացյալ Նահանգներն ու Իրանը, որը թույլ կտա նախ առաջին հերթին Իրանին ժամանակ շահել, որը իր ծրագիրը ուրանի հարստացման եւ միջուկային զենքի ստեղծման ծրագիրը ավարտին կհասցնի։ Բայց այստեղ ավելի մեծակոնտ է համատեքստը։ Միացյալ Նահանգների համար բնականաբար շատ առանցքային է Իսրայելը, շատ առանցքային է, բայց նաև մենք չպետք է մոռանանք, որ ինքը խնդիր ունի կենտրոնական Ասիայում զսպել Չինաստանին։ Եվ ինքը դա պատկերացնում է գոնե այս պահին, պատկերացնում է թուրքական աշխարհի միջոցով, մասնավորապես Թուրքիայի միջոցով, որը նաև ՆԱՏՕ անդամ է եւ իր միջոցով Չինաստանի ներխուժումը կենտրոնական Ասիա կարող է զսպել։ Նաև չմոռանանք, որ որ Թուրքիա, Իրան խորքային խնդիրներ ունեն, Իսրայել, Թուրքիա, Իսրայել, Իրան եւս խորքային խնդիրներ ունեն։ Մի քիչ ձեր էս ասածից վախեցա, չգիտեք ինչով այ այս վերլուծական ձեր այդ բանը ինձ վախեցեց։ Այ Թուրքիային, ես էլ եմ կարծիքին, որ ինչքան էլ որոշ այսպես տեսաբաններ պնդում են, որ Թուրքիան ավելի շատ Ռուսաստանի կամ չգիտեմ ինչ է, համաձայն չեմ, եւ կարծում եմ, որ Թուրքիան ամեն դեպքում այսօր դե ֆակտո դե յուրե մնալով Ամերիկայի եւ Արևմուտքի դաշնակիցը, որպես ՆԱՏՕ անդամ երկիր, այսպես ասած Արևմուտքի դաշնակից երկիր, այդ դուք ասեցիք Չինաստանին զսպելու համար, իսկ գուցե փոքրերին հերոտնից տեղից։ Ես դեմ լինելով ընդհանրապես հեգեմոնիզացիայի աշխարհի, լինելով ընդհանուր հավասար աշխարհի կողմնակից, այսպես ասած, առանց ճնշումների, առանց հեգեմոն դիրքերի, բայց դե հանգամանքների բերումով այդպիսի բաներ լինում են եւ կարող են լինել մեծերը փոքրերին, կարող է նաև զուտ հայկական շահի տեսանկյունից էլ եթե դիտարկենք միգուցե Հայաստանի պես ոչ միայն Հայաստանը, այլև Հայաստանի պես փոքրիկ երկիրները կուլ գնան հենց այդ թուրքական այդ նվիրատվությանը, եթե Ամերիկան դա ուզեց
նվիրատվություն մատուցել հանուն Չինաստանին զսպելու։ Գիտեք, կա մի պարզ ճշմարտություն։ Այն պետությունները, որոնք անկախ իրենց չափսերից, եթե չեն ցանկանում կուլ գնալ, երբեք կուլ չեն գնում, որովհետև մեր օրինակի վրա ասեմ, մենք ունենք անթիվ, անսահման հնարավորություններ կուլ չգնալու, բայց մեր ձեռքով, երբ որ մենք ունենք այս քաղաքականությունը, որ այսօր իրականացնում մեր իշխանությունը, մենք ուղղակի 5 ենք պակաս կուլ գնալուց, ու կապ չունի թուրքական, ամենտեղ կուլ գնալուց 5 ենք պակաս, որովհետև մենք այսօր չունենք որպես այդպեսին քաղաքականություն, բայց այն օղակը ինչի մասին ասում որ սխվում է Իրանի շուրջ, դա բնականաբար Միացյալ Նահանգները, հա, չգիտեմ, հրճեն հրթիռակոծելու էսպային Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այդտեղ շատ կարևոր գործիքներ են լինելու Հայաստանը, Ադրբեջանը, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, շատ կարևոր գործիք է այդտեղ լինելու։ Այդտեղ լինելու են բազմաթիվ այլ նաև գործիքներ, ես ուղղակի մեր կոմպոնենտին անդրադառնալու համար ասեցի մեզ։ Բայց մենք այստեղ ունենք անթիվ, անսահման հնարավորություններ։ Նույնիսկ ես իմ YouTube-յան ալիքով մի երկու շաբաթ առաջ անդրադարձել եմ դրան, ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ ինչպես է եղել, որ պետությունները տոտալ տապալվել են, բայց դիվանագիտական հարթությունում, երբ որ ունեցել են ինքնություն եւ դիվանագիտություն, կարողացել են միևնույննա չեզոք կամ հաղթած անգամ դուրս գալ։ Դրա համար պետք է ցանկություն։ Ես շատ գլոբալ եմ ասում ցանկություն։ Մենք այդ հնարավորությունը ունենք ավելին, քան մեզ անհրաժեշտ է։ Մեր տարածաշրջանը, ինչպես շատերը ներկայացնում են որպես հազար ներողություն ես եզրույթի համար, որպես ողբի օջախ, մեր տարածաշրջանը ողբի օջախ չի։ Մեր տարածաշրջանը հնարավորությունների հարթակ է, անսահման հնարավորությունների։ Եվ եթե դուք կարող ունակ եք, դուք լավ եք պատկերացնում համաշխարհային այդ խճանկարը, լավ եք պատկերացնում ձեր տեղը այդ խճանկարի մեջ, ու այդ հարաբերությունների տրամաբանությունը խորքային ընկալում եք, դուք այդ հակասող շահերի վրա այնպես կարող եք խաղալ, որ նվազագույնը ոչ մի բան չկորցնեք, նվազագույնը ոչ մի բան չկորցնեք։ Իսկ մեր քաղաքականությունը այսօր ոնց է, ասում են գիտեք ինչ, ու մենք անօգնական ենք, մենք խեղճ ենք, մենք հանձնված ենք, մեր փոխարեն ընդունեք որոշում, տվեք այդ որոշումը, մենք դա կիրականացնենք։ Այսպես քաղաքականություն չի լինում։ Այսպես պատմության մեջ ոչ մի ազգ չի փրկվել եւ չի կարող որ փրկվի։ Բայց մեզ պետք է պատկերացնել, ինչ խաղի կանոններ են տիրում այսօր աշխարհում։ Եվ ինչի sense, տեսեք, առաջին հայացքից շատ հպանցիկ անցանք այս շերտերի վրա, Իրանի Իսլամական Հանրապետություն եւ այլն, որովհետեւ այստեղ process-ները շատ ավելի խորքային են, շատ ավելի, անգամ երբ որ մի փոքր տեղյակ եք լինում, թե ինչ սկզբունքների հիման վրա են գործընթացները տեղի ունենում, կարող է անգամ սարսափեք է դրա խորությունը պատկերացնելուց, բայց մենք ամեն երկրորդ քայլափոխին տեսնում ենք մարդիկ, ովքեր գալիս են խորիմաստ հայացքով խոսում եւ ասում են, գիտեք ինչ, այս բանը հայտարարեց, սա հաջորդ օր լինելու է սրա շահը նա է, նրա շահը սա է, եւ վերջում են մի հատ էլ որպես հավելում ասում են, գիտեք ինչ, չեմ ուզում փակագծերը շատ բացեմ, իբր օրինակ Իսրայելի Մոսադը իրեն ամեն օր տեղեկատվություն է տալիս, կամ Իրանի հատուկ ժողովրդայիններն են տալիս ամեն օր իրավիճակը, պատկերը, եւ ինքն էլ չի ուզում ճակերտները բացի։ Դրա համար դրան որ պայմանավորված ես հնարավորին ես մակերեսորեն ես խնդրին անցա շատ բազմաբևեռ են խնդիրներ ու նաև ես դրա մասին էլի եմ խոսել միջազգային հարթությունում խնդիրները միայն այս տարածաշրջանով չեն պայմանավորված միայն Չինաստանով այլևս այս պահին պայմանավորված չեն պայմանավորված են նաև հյուսիսային բևեռով Այնտեղ է խորքային ու լրջագույն process-ներ են տեղի ունենում, հենց դրանով էր պայմանավորված որ փորձենք համադրել, պարոն Պետրոսյան, կներեք, փորձենք համադրել, այ ասեցիք, որ 5 րոպե պակաս են շատ ցավալի իրողության մասին, այսպես ուժեցիք նույնիսկ վտանգներ կան, այո, սպառնալիքներ կան, չթաքցնենք նույնիսկ այսօրվա իշխանությունները դրա մասին չեն, որոնք ասում են միակ տարբերակը խաղաղության օրակարգի հաստատումն է, խաղաղության պայմանագրի կնքումն է, որը մեծ հնարավորություն կտա շտկվելու մեր մեջ բարձրացնելու նորից զարգանալու հնարավորություններ ստեղծելու այ որն է այդ այլընտրանքը այ շատ քաղաքապացառության 1-2-ի մեր տաղավարում կարծես թե կոնկրետ թիրախային մատնանշումներ չեն արել եթե մենք 5 րոպե պակասենք այլընտրանքը որն է որ մեր լայն հասարակությանը համոզի այս իշխանությունների մեր լայն հասարակությունները ինչպես 2018 թվականին Սերժ Սարգսյանի վարչակարգը մերժեց հաստատի այն վարչակարգը որ ձեր ասած բնութագրումով կստեղծի այդ հնարավորությունների երկիրը, այդ հնարավորությունների խաչմերուկը, նույնիսկ ասենք, չէ, իշխանություններն ասում են խաղաղության խաչմերուկ, մենք ստեղծենք հնարավորությունների խաչմերուկ, որը կարծես թե այսօր հստակորեն հանրությանը, լայն հանրությանը չի մատուցվում։
Եվ գուցե այսօրվա եթերը մենք դարձել ենք այդ թիրախային եթերը ձեզ հետ միասին, նաև ձեր տեսակետները անդամ, ձեր տեսակետների շարադրումով։ Այ երևակայական նոր քաղաքական այլընտրանքային ուժը ինչպիսի թիրախային լուծումներ պիտի դնի հանրության առաջ, որ հանրությունը ասի, որ այս ճանապարհը ճանապարհ չի, փոխում ենք այս ճանապարհը, այս ուղեկիցը մեզ տանում է դեպի աղետ եւ նոր այս վարչակարգի ձևավորումով ստեղծվի հնարավորությունների մի իրականություն եւ այդ հնարավորությունների իրականությունը մեզ տանի դեպի լուսավոր ապագա։ Ես այն համոզմանն եմ, որ ծրագրային միայն դրույթով հասարակության այսպայն համախմբել չի լինի։ Կարևոր է նաեւ այն մարդը, ով է ծրագիրը առաջարկելու եւ ով է գնալու դրա իրականացմանը, ովը շատ ավելի կարևոր է, քան ոնց է այս պարագայում մեր իրականությունում։ Բայց ինչա պետք իմ խորին համոզմամբ անել։ Նախ առաջին հերթին մենք պետք է ունենանք նպատակ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը եւ շատ երկար Հայաստանի Հանրապետությունը նպատակ ընդհանրապես չի ունեցել եւ այսօր էլ չունի։ Խաղաղությունը երբեք նպատակ չի։ Խաղաղությունը կարող է լինել միջոց, առավելագույնը։ Եվ երբ մենք ասում ենք խաղաղություն, պետք է մենք կարողանանք բացել այդ փակագծերը եւ ասել ինչ ենք հասկանում խաղաղություն ասելով։ Խաղաղությունը միայն պատկերացնում ենք, երբ որ ուղիղ պատրոնը չի մտնում մեր մարմինը կամ ուղիղ չեն կրակում մեզ, ուրեմն դա խաղաղություն է։ Ու պետք է հասկանանք նաև պատերազմ։ Մենք ասում ենք պատերազմ չի լինի։ Պատերազմ ինչ ենք հասկանում պատերազմ ասելով, որ մեզ ֆիզիկապես չեն սպանի, իսկ ինչ է, ինչ վերաբերում է բարոյական սպանությանը, ինքնության կորստին, պատմությունից հրաժարումը, վերջը մենք որպես մարդ մենք կենթանի չենք, չէ՞ որ միայն սնունդով ենք ապրում, չէ՞, պատերազմի մեջ 10%-ն է ընդհանրապես որպես կանոն ռազմական գործողությունները։ Պատերազմները շատ ավելի խորքային են լինում։ Հոգևոր պատերազմներից սկսած մինչև տնտեսական պատերազմներ։ Այդ ֆիզիկականը ոչ մի բան է։ Հակառակը պատերազմում են մարդիկ, ընդհանրապես պետությունները ամբողջ պատմության ընթացքով, պահելու սեփական կենսական շահերը, որի հիմքում ընկած է սեփական ինքնությունը։ Հիմա եթե դուք զրկվում եք ինքնությունից, ինչ պատերազմի մասին է խոսքը, կամ ինչ խաղաղության մասին է խոսքը։ Որն է խաղաղությունը։ Ինձ խնդրում եմ, թե ինչ-որ մեկը ասի պատերազմ ասելով ինչ եք հասկանում, եւ ինչ եք հասկանում խաղաղություն ասելով։ Ու ես ասեմ, հասարակության մեծ մասի խորին համոզմամբ, որևիցե մեկ անգամ չէր պատկերացնում, չէր հավատում անգամ 1% որ խաղաղության են տանում։ Ուղղակի նրանք այլընտրանքը չեն տեսնում, ում հետ պետք է դուրս գան այս իրավիճակից։ Իմ խորին համոզմամբ դա կեղծ օրակարգ է, որ մարդիկ հավատում են Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգին։ Ոչ, իրանք չեն տեսնում այն մարդը, ում հետ պետք է դուրս գան այս օրակարգից։ Չկա որևիցե մեկ, որ իմ խորին համոզում դրան հավատում է։ Ես ինչ եմ այսպես վստահ ասում։ Եվ եթե տենց շփաթ կարողա չլինի, կոպիտ եմ ասում, 3-4 համայնք ես չայցելեմ։ Շատ տարբեր համայնքներ, սկսած Սյունիքից վերջացրած Տավուշով։ Մարդկանց մոտ իրականությունը այլ է։ Չկա մի հոգի, նույնիսկ ձևի համար մեկ հոգի, որ ինքը ասի, ես հավատում եմ կարող է խաղաղություն լինել։ Ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է խաղաղություն բերել։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Ինչ որ միտեղ այդպիսի համայնք գտնեք, խնդրում եմ ինձ ասեք, մենք միասին գնանք այդ համայնքում այցելենք։ Ինչ պիտի անի Նիկոլ Փաշինյանը, այ խնդիրը, ես հասկանում եմ, դուք ձեր տեսանկյունով մերժում եք։ Ես ընդհանրապես այսպես չեզոք եթերը վարող ուղղակի լսում եմ ձեր տեսակետներին, որը բնականաբար փոխանցվում է մեր ունկնդրին։ Ինչ պիտի անի Նիկոլ Փաշինյանը, որ չի անում։ Այ վերցնենք արտաքին քաղաքականություն եւ ներքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության մեջ հիմա շատ զրուցակիցներ ասում են, այ ես էլ սխալը Ռուսաստանի հետ հարաբերություն փչացրեց, Իրանի հետ չի կարողանում լավ հարաբերություններ կարգավորի մեր անվտանգության համար, արևմուտքը մեզ մյուս ուժերն էլ ասում են, չէ, միայն արևմուտքն է, որն է ձեր տեսլականը զարգացման։ Խնդրեմ։ Շատ པարզ։ Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է անել եւ պետք է աներ, դեռ շատ ավելի շուտ, դա հրաժարական տալներ։ Այլ բան իրանից ուղղակի պետք չի ակնկալել։ Լավ, ասենք հրաժարական տվեց։ Պայմանական եմ ասում, բայց այն իշխանությունը, որը որ կլինի, ինչ պետք է ինքը անի, այդպես ասեմ։ Դա չէ հարցը, ինչա պետք է անել այս բանը։ Ինչ պետք է անել, որտեղ միայն Նիկոլի հրաժարականը առաջին հերթին լուծվել, չէ՞։ Առաջին հերթին, բնականաբար, ես մշտապես ասել եմ, մշտապես եթե դուք հետևել եք, ես ունի շարժում, դրանից առաջ միշտ ասել եմ, իր հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։ Երբեք բավարար չի միայն իր հրաժարականը։ Պետք է ասել հետո ինչ ենք անում։ Ասած լիքը մարդիկ կան, որ այսպես են ասում, այ սոխը սխտորից քաղցր չի, չէ՞, ժողովրդական բանի, որ ասենք Բարապաշի ասում է, դե
ով էլ գալիս է քննադատում ամեկին, որ ինքը աթոռը փախցնի, ինքը նստի եւ այլն եւ այս սրան է։ Դրա համար ճանապարհային քարտեզ կոնկրետ գործողություն։ Հիմա առաջին հերթին ինչա պետք անել։ Մի քանիսը երկարաժամկետ են, մի քանիսը կարճաժամկետ են, գլոբալ եմ ասում։ Պետքա առաջինը հաղթահարել մեր կարծրատիպերը, միֆերը, որոնք շատ երկար 30 տարի կամ ավել մեր մոտ դրված է, որ մենք չենք կարող գոյատևել առանց հպատակության երթում տալու գերտերությանը։ Կապ չունի որ գերտերությանը կլինի, դա կլինի Արևմուտք, կլինի Ռուսաստան, կլինի, չգիտեմ այլ։ Հպատակային քաղաքականությունը մեր մոտ խորքային արմատականացված է։ Եվ հենց դրա նաև արտահայտումը ներքին քաղաքականությունում է երևում։ Որևիցե մեկը չի պատկերացնում իր գործունեությունը առանց ինչ-որ մի կարևոր բևեռին հավատարմության երթում տալու եւ իրենից աջակցություն ստանալու, որտեղ բոլորի մոտ դրված է, որ դուք չեք կարող ուղակի հնարավոր չի դուք ինքնուրույն գործեք ու հաջողության հասնեք, որտեղ այստեղ կան հեգեմոններ։ Այս նույն մտածողությունը ավելի վերին մակարդակում է, որպես պետություն դուք չեք կարող գոյություն ունենալ, եթե դուք երթում չտաք ինչ որ մեկին։ Բայց հեգեմոններ հետ պետք է աշխատել, աշխատել եւ երթում տալ այլ բան, աշխատել եւ տալ նախապատվություն, ոչ թե հպատակության այլ բառ օգտագործեցիք երթում, իհարկե ես էլ եմ կտրականապես դեմ վասալի կարգավիճակով երթում տալ, հպատակության երթում տալ, բայց նախապատվությունների հարց կարող է առաջանալ, որովհետև վաղ թե ուշ կամ եթե ոչ հիմա, կամ հիմա էլ գուցե, պետք է վերլուծենք հասկանալու հիմա թե վաղը։ Ոնց ենք անելու, որ նախապատվությունների խնդիր կամ գուցե հավասարաչափ նախապատվություններ տանք ում։ Տեսեք, առաջի քայլը դրա մասին ասեցինք, դա շատ կարևոր է։ Այդ հոգեբանությունը կործանարար է։ Երկրորդը քաղաքական գործընթացներից պետք է իսպառ հանվի էմոցիաները քաղաքական ղեկավարության կողմից։ Դա էլ է խայտառակություն։ Մեկը իմ թշնամին է, մեկը իմ բարեկամն է, մեկը այսպես վարվեց քաղաքականության մեջ, աշխարհակաղաքականության մեջ չկան բարեկամներ։ Ոչ ոք ձեզ ուղակի արժեք համակարգի վրա չի օգնելու։ Կապ չունի դուք 70 տարի անցյալ եք ունեցել Ռուսաստանի հետ, թե դուք գնալու եք Արևմուտքում, ասեք ես առաջին քրիստոնյա երկիրն եմ։ Նշանակություն չունի, զրո նշանակություն։ Էմոցիաները հանվում է։ Մեր մոտ այսօր, եթե տեսնեք, քաղաքական դաշտում տիրում է բացառապես էմոցիա։ Էմոցիայից բացի ուրիշ որևիցե բան գոյություն չունի։ Երրորդ, սրանք թվում է թե մարդիկ ասում են, գիտեք, չէ, կոնկրետ գործողություն։ Եթե սրանք չի լինում, կոնկրետ գործողություն երբեք չեք կարող անել։ Սրանք օրակարգեր են, որոնք պետք է տալ հասարակությանը, որովհետև եթե դուք իրականացնում եք որպես ղեկավարություն, որպես կառավարություն մի քաղաքականություն, դա պետք է աջակցություն ստանա հասարակությունից, ճիշտ է, չպետք է հասարակությունը ընդդիմանա դրան։ Հետևաբար դուք հասարակության այս օրակարգերը պետք է տաք։ Երրորդը, դուք այս իլյուզիաներից պետք է զրկեք։ Երրորդը, ճանաչողության ճգնաժամի հաղթահարում։ Այսօր ամբողջ հասարակությանը կա երկու բևեռ, որը մանիպուլացնում է։ Մեկը ասում է մեր փրկիչները արևմուտքում են, մենք տեսակ սխալվեցինք Ռուսաստանին հպատակության երթում տալու։ Մյուս մասը ասում է, այ մենք եթե լավ հպատակ լինենք Ռուսաստանին, մենք այսօրը չենք ընկնի։ Չէ, բայց կան նաև ասողներ, որ եթե ճիշտ աշխատեինք, եթե բանկան Ռուսաստանի դեպքում էլ ասում են, եթե Ռուսաստանի հետ կարողանայինք մեր հարաբերությունները ճիշտ կա, ոչ թե հպատակ, այլ ճիշտ դասավորեինք, մենք հիմա դուք որի կողմն եք։ Ասելը ուրիշ բան է։ Ես նաև պետական ապարատում եմ աշխատանքի փորձ ունեցել։ Գոնե ինձ դժվար է դրանում համոզել։ Ես ինքս տեսել եմ նույնիսկ տարբեր ոլորտում, երբ որ խոսքը գնում էր պետական տարբեր մակարդակների մասնա խոսքա, ոչ հանրային, որ օրինակ ասում են ինչ որ մի բանի արդիականացման, ընդհանուր չգիտեմ, բանակի ինչ որ կոմպոնենտների, չէ՞, համատարած, գիտեք ինչ էր հնչում։ Ասում են, եթե մեզ դա ինչ անգամ իմաստ ունի, երկար process է, եթե Ռուսաստանի օղնա, ուզեցավ պահի կպահի, ելքի եք տանջվում, թե մտածում եք 100 միլիոնանոց Թուրքիայի դեմ կռիվ եք տալու։ Հիմա մեզ եթե ինչ որ մարդիկ կլսեն, թող ինչ որ մեկը վեր կենաս, որ քաղաքական ապարատում այդ խոսույթը չի գերակայել։ Ես իմաստ եմ ասում, կապ չունի հիմա ինչ կասեն, չեն աս դրանք կենասներ են։ Ես ընդհանուր մոտեցումն եմ ասում։ Ճանաչու այս մարդիկ երկու կողմն էլ մարդկանց կարծիքը մանիպուլացնում են։ Հիմա ինչքան մարդիկ համոզված են ձերում եթերում եկած կլեն, ասած գիտեք ինչ, հիմա մենք գնում ենք Ամերիկայի հետ համագործակցության, այ եթե Ադրբեջանը ոտնձգություն անի, մեր ֆրանսիացի բարեկամները կգան, կսպանեն, հրթիռակոծեն, փշրեն, ջարդեն, գնան, մենք կդառնանք հզոր Ալիևին պաճեն։ Սա տգիտություն է։ Սա ամենավերջին չգիտեմ, ինչ ասեմ, որ կոպիտ բառ չասեմ, այլանդակությունն է քաղաքական։ Մարդկանց հասարակության կարծիք մանիպուլացնել հասարակության կարծիքը։
Չի լինելու։ Ասում են, որ այսքան ի տարբերություն Ռուսաստանի, չէ, օրինակ ասողների կարծիքն եմ ձեզ փոխանցում, պարոն Պետրոսյան, որ Ֆրանսիայից որոշակի զինամթերք կա գալիս, Ամերիկայից էլի որոշակի, հեսա զորավարժություններ են լինելու հայ-ամերիկյան եւ նույնիսկ խոսակցություններ կան, որ այդ զորավարժությունների համար Ամերիկայից բերված զենքը պետք է թողնվի կամ մի զգալի չափով թողնվի Հայաստանում ու ամերիկացիները նոր գնան։ Ինչ որ տեղեկություններ կան, որ ռազմական մասնագետներ են աշխատում պաշտպանության նախարարությունում, ճիշտ եք համարում դա եւ դա բավարար եք համարում, թե չէ, թե այս ուղղակի դրանք խոսա մանիպուլյացիաներ է, սա հանրային կարծիքը մանիպուլյացիաներ է, այլ ընտրանք է։ Հիմա ես դա եմ ասում, հենց դա եմ ասում։ Տեսեք, այս 3 կոմպոնենտի մասին ասեցինք։ 4-րդը ճանաչողության ճգնաժամի հաղթահարում, որ մարդկանց այլևս միֆերով չպետք է կերակրել։ Դուք պետք է մարդկանց ազնիվ ասեք, աշխարհում ինչ խաղի կանոններ են գնում, որ ոչ մեկի տված 3 միավոր զենքը ձեր համար փրկություն չի լինելու։ Ֆրանսիական զորքը ձեր համար չի գալու կանգնի կռի, ոնց 1921 թվականին ֆրանսիացիները Կիլիկիայից, չէ, ձիու ոտքերի տակ կտորներ էին խփում, որ հանկարծ ձայնը չլսվի, գիշերը թողեցին փախան։ Արցախից ռուսները ոնց դուրս եկան։ Հիշում եք, չէ, իմաստ եմ ասում։ Այսինքն սա նրա մասին ինչ որ ֆրանսիացիները մեր թշնամիներն են կամ ռուսները մեր թշնամիներն են։ Սա տրամաբանությունը հասկանալու մասին է աշխարհաքաղաքական գործընթացների, որտեղ չկան բարոյական արժեհամակներ, կա հստակ ազգային պետական շահեր, վերջ, ուրիշ բան չի գործում։ Երբ որ այդ շահերը չհամընկան կամ դուք չկարողացաք ճիշտ մանևրել այդ շահերի մեջ, 5 րոպե հետո ձեզ վաճառքի է հանվելու։ Սա շատ հստակ է։ Այս խաղի կանոնների մասին հիմա տեսեք, բոլորը խոսում են, մեզ քրիստոնյա արևմուտքը կփրկի, մեկը ասում է, մեզ քրիստոնյա Ռուսաստանը կփրկի։ Այս հեքիաթից պետքա դուրս մնալ կամ մեկը ասում, մենք ժողովրդավարության բաստիոն ենք, որպես ժողովրդավար մեզ կպահեն։ Ինչ ժողովրդավար, ինչ բան։ Մարդուց պետք է ասեք, ինչ խաղի կանոններ է գնում աշխարհին, մենք ինչ պետք է պատրաստվենք։ Հիմա ավելի պրակտիկ գործերին։ Պետք է սահմանել նպատակ։ Ինչ նպատակ ունենք մենք։ Որն է մեր նպատակ, որպես պետություն, որպես ազգ, ուր են գնում ենք։ Շատ ավելի պարզ ասեմ ձեզ, երբ մենք ասում ենք անվտանգություն, ինչ որ մեկին խնդրում եմ հարցրեք ձեր հայտագա հաղորդումները, ինչ եք հասկանում անվտանգություն ասելով։ Որն է այդ։ Ուտելու է, խմելու է, ինչ է։ Թե մենակ Կալաշնիկովով կամ Բայրակտարով ինձ խփելն է անվտանգությունը։ Ոչ։ Անվտանգություն ունենալու համար դուք պետք է ասեք ուր եք գնում, որովհետև անվտանգությունը բացվում է հետևյալ կերպ. զարգացման տանող ճանապարհին ձեզ նետված սպառնալիքների հաղթահարման ձեր կարողության աստիճանն է։ Բայց հետևաբար ինչ անվտանգային համակարգ պիտի ունենաք։ Դուք պետք է ասեք, թե ուր եք գնում, որ այդ համակարգը պիտի ունենաք։ Պատկերացրեք, ես մեքենայով բարձանում եմ կամ չգիտեմ, օրինակ մտնում եմ Ադրբեջանի մեջով ուզում եմ ճանապարհը սա մտնեմ անցնեմ։ Ես պիտի իմանամ, որ ինձ պետքա զրահապատ մեքենա, այսպես իմ ճանապարհը այդպես է։ Ուրիշ բան է, երբ որ ես գնում եմ Շվեյցարիա, որտեղ ինչ որ սահման չկա։ Շատ լավ բան ասացիք, ուր եք գնում, չէ՞, այստեղ միջեմ մի բա։ Հիմա կառավարությունն էլ այս ԵՄ ինտեգրման գործը Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը ստեղծելու օրինակից արդեն երկրորդ անգամ հաստատելով, ասեցին, մենք գնում ենք դեպի Եվրոպա։ Որն է Եվրոպան։ Կարծես թե ասում են, չէ, ենթատեքստում, չնայած բառացիորեն չեն այսպես բանում, չնայած խոսույթ կա հակառուսական, ասում են Ռուսաստան ստեսություն, դուք մեզ չօգնեցիք, Ղարաբաղից, չգիտեմ, հեռացաք, մեր սուվերեն տարածքի ամբողջականությունը չպաշտպանեցիք, հապկը եւ այլն, հիմա մենք գնում ենք նոր անվտանգային բարձիկներ որոնելու դեպի ԵՄ։ Ճիշտ է թե չէ։ Սա խորքային տգիտություն է։ Ինչու՞։ Խորքային տգիտություն է։ Նախ պետք է ասեք Եվրոպան որն է, որ գնում եք Եվրոպա։ Եվրոմիությունն է իր համակարգով, իր անվտանգային տնտեսական չափանիշներով, չափորոշիչներով։ Եվրոմիությունը անվտանգային համակարգ ունի։ Ինչի Ուկրաինայի համար այսքան չկանգնեց Եվրոմիությունը, բացարձակ Եվրոմիությունը ուրիշ է, օգնություն տան, գումար տան, բայց անվտանգային համակարգ չունի։ Ես դա ոչ թե ասում եմ թերագնահատելով նրանց անվտանգային համակարգը։ Եվրոմիությունը իր անվտանգային կոմպոնենտը օտարել է Միացյալ Նահանգներին, ՆԱՏՕ-ին, բայց ավելի կոնկրետ Միացյալ Նահանգներին եւ նաեւ արտաքին քաղաքականության գլոբալ Եվրոմիության որպես մարմին իրականացնել է օտարված, արտահայտված է։ Տեսնում, որ Եվրոմիությունը մեզ օգնի։ Մեր անվտանգության համար կդառնա ինչ անվտանգության հենարան։ Ինչ անվտանգության մասին է խոսքը։ Դրա համար եմ ասում, դուք պետք է ասեք ուր է գնում, այսինքն Եվրոմիություն դրա համար եմ ասում, զարգացման ճանապարհը ձեր որն է։ Ոնց եք պատկերացնում դա։ Ու մյուս ամենամեծ տգիտությունը, որ ասում են մենք Ռուսաստանի տարածաշրջանից հանում ենք։ Հիմա հերթականությամբ սա իրար հետ կապված է, որ ասում ենք Ռուսաստանին ուզում ենք տարածաշրջանից հանենք։ Ճիշտ է թե չէ։ Տեսեք, դուք նույնիսկ Սև լճի
100 մետրը չի կարողանում պահեք, ասում եք, գիտեք ինչ, մենք չենք կարող պահենք։ Ռուսաստանին տարածաշրջան դուք եք բերել, որ դուք Ռուսաստանի տարածաշրջանից անում եք։ Մենք ենք բերել։ Չէ, իրականում պատկերացնում եք, այսինքն Ռուսաստանն տարածաշրջանում այնքանով, որքանով դուք թույլ կտաք, կամ արևմուտքը տարածաշրջանում այնքանով է, որքանով որ մենք թույլ ենք տվել, մենք իրականում դրան հավատում ենք մենք։ Մենք չենք հասկանում, որ թույլ տվել, չէ, մենք չենք թույլ տվել, այ 90-ականներին հեռավոր արդեն անցյալ դարի մենք չդիմեցինք Ռուսաստանին, որ Ռուսաստանը այսպես ռազմաբազա դրեց այստեղ, զորքեր բերեց այստեղ, պայմանագրեր կնքեց մեզ հետ, նույնը հիմա արևմուտքի հետ։ Հա, այն ժամանակը, թայմինգ ասված, այն ժամանակ ուրիշ էր, բայց դա չի նշանակում, եթե անգամ այն ժամանակ դուք չհրավիրեիք, Ռուսաստանը տարածաշրջանում ներկա չէր լինելու։ Չկա այդպիսի հասկացողություն։ Դրա վառ օրինակն եմ ես ձեզ ասում, վառ օրինակը։ Հիմա մեր թարմ օրինակն եմ ասում։ Միացյալ Նահանգները, Գրենլանդիան, Դանիան, Եվրոմիության անդամ է, ՆԱՏՕ-ի անդամ է։ Դանիան ամենաառանցքային պետություններից է։ Գրենլանդիան էլ իր սահմանադրության ներքո է, այսպես ասեմ։ Միացյալ Նահանգների նախագահը ասում է, եթե Գրենլանդիան ինձ չվաճառեք, ես ուժով կվերցնեմ Գրենլանդիան։ Ինչի մասին է խոսքը։ Դե ասում է, բայց կանի ոչ։ Իհարկե, բնականաբար կանի։ Մի վարքյան անգամ չկասկածեք։ Կանադային էլ է ուզում Իրանով անի, բայց ո Կանադան։ Մի վարքյան դրա համար պատական չի, տեսեք, ես սրա մասին դեռ ամիսներ առաջ է խոսում, այնպես խոսակցությունը չկար։ Հյուսիսային Բևեռի համար էս կռիվները։ Հյուսիսային Բևեռը շատ առանցքային ռազմավարական տարածքադառը երկրագնդի առումով։ Այսինքն, եթե դուք միտեղ ռազմավարական շահ ունեք, ի՞նչ է նշանակում, ով պիտի գա Ամերիկային ասի ձերքը բռնի, ասի, ինչ ես անում։ Դանիան պատերազմը հայտարարելու Ամերիկային, թե Ֆրանսիան, թե Կանադան է գալու Դանիայի համար կռվի։ Փաստացի գետնի վրա ինչ է լինելու։ Հետևաբար այս մտայնությունները պետք է ցրել։ Մենք Ռուսաստան ենք բերել տարածաշրջան կամ Ամերիկա, որ մեր այս տգետ քաղաքականությամբ ուզում ենք հանենք, ոչ մենք պետք է կարողանանք հասկանանք մեր շահը ամրագրենք, որն է այդ շահի շուրջ կարողանանք հավասարակշռենք եւ օգտագործենք տարածաշրջանում եղած հակասությունները։ Սրա շուրջա տեղի ունեմ ամեն ինչը, բայց դուք պետք է ասեք, ես ուր եմ գնում։ Դուք չեք կարող ասել, ես գնում եմ Եվրոպա։ Եվրոպան ո՞րն է, ինձ խնդրում ասեք, Եվրոպայում ինչ նկատի ունեք։ Գերմանիան, թե Հունգարիան։ Ասում են, սկսում են գործընթաց, պարոն Պետրոսյան, սկսում են գործընթաց, որը մի օրում չի ավարտվելու, մի օրում չի սկսվելու, հաջորդ օրը ավարտվի կամ դա process է, դա երկար չափորոշիչները ворթեգրելու, չափորոշիչները փոխելու տնտեսության մեջ, նույնիսկ պաշտպանական բնակավարում եւ նատոյական չափանիշներով բանակ ունենալու, որը համարում են նրանք շատ առաջադեմ եւ շատ մարտունակ, կենսունակ երևույթ։ Այսինքն դա է նախապատվություն ըստ ձեզ, ես ընդհանրապես հարց եմ տալիս, թե մնանք, այ դուք ասում եք այ ռուսական ռազմաբազան եւ այլն, այսինքն եկանք ձերս լավ խոսքից ելնելով ճիշտ որ հպատակեցման բանը նույնիսկ Ռուսաստանի հետ այսպես ասած ավելի սերտ լինելու նախապատվություն տալու կողմնակիցները չեն ասում որ մենք պիտի լինենք այսպես ռուսահպատակ պետություն կամ գուբերնիա պիտի լինենք որ սովորաբար օգտագործում են այդ բառը նրանց հակադարձողները հիմա այդ նախապատվությունները ավելի շատ ըստ ձեր տեսակետի եւ ձեր անցած ճանապարհի եւ ձեր դիտարկումների որ բևերին մենք պիտի ավելի տանք ոչ թե հպատակ լինելու պահով այո մենք երկուս էլ նույն կարմիր գծի կողմնակիցն ենք անկախ պետություն ինքնիշխանություն դա կարմիր գծեր են դրանով ոչ մի խոսք մենք չենք դառնալու հպատակ գավառ կամ չգիտեմ առավելևս վիլայի հետ հիմա նախապատվությունները որտեղ պիտի տանք եւ փորձենք մեր ունկնդրին այդ շատ բարձ ասեմ տեսեք իմ համար շատ հեշտ կլիներ այն պոպուլիզմով զբաղվել որով բոլորը զբաղվում են Ռուսաստանի հարցում եք սխալվել ենք գնում ենք արևմուտք մեզ պաշտպանություն կտանք ու ինչ որ մի հատ անորոշ բան ու գնում ենք տեսեք ինչ է լինելու ֆորմացիաների փոփոխությունը ֆորմացիաների փոփոխությունը մեր համար լինելու է շատ խորքային խնդրեմ ֆորմալ առումով պատկերացեք օրինակ եմ ասում Ամերիկան եթե ունի Հայաստան եթե իհարկե ունի Հայաստանում շահ չունի Ամերիկան բայց եթե ունի Միացյալ Նահանգները Ամերիկայում շահ իր ազգային շահը ինքը Հայաստանի հետ չի սпасելու որ Հայաստանը թղթաբանություն անի մի տեղից դուրս գա գնա Ամերիկա եւ այլն նոր ինքը իր շահը սпасարկի Հայաստանում չի այսինքն իմ խորին համոզմամբ կոնկրետ Հայաստան իրան կատեգորիկ հետաքրքիր չի բացարձակապես իր Հայաստանի դարի ուրիշ տեղ են թեքված եւ այլն երկրորդ թաղանձ մեր մոտ կա շահերի բախում կա Եվրոմիության մասնավորապես Ֆրանսիան որոշ շապով գլոբալ առում Եվրոմիությունը շատ ավելի թույլ
որովհետև Եվրոմիությունը արևելյան գործընկերությունը, որով Եվրոմիությունը տարածվում էր դեպի հարավային Կովկաս, այլևս որպես այդպեսին չի գործում, որովհետև արևմուտքյան ներողություն Միացյալ Նահանգները Եվրոպայից մի փոքր արդեն դիստանցավորվում են եւ ասում են դուք գնացեք ձեր անվտանգային համակարգը կառուցեք եւ այլն։ Իսկ արևելյան գործընկերությունը դա փափուկ ուժի դրսևորումն էր։ Արևմուտքը Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի միջոցով ընդլայնվում էր ռազմական առումով, արևելյան գործընկերության միջոցով մշակութային, տնտեսական եւ դա նույն process-ի մի մասն էր։ Հիմա երբ դիստանցավորվել է Միացյալ Նահանգները Եվրոպայից, արևելյան գործընկերությունը որպես այդպեսին այլևս իմաստը կորցրել է, որովհետեւ անվտանգային մեկ համակարգ այլևս որպես այդպեսին խարխլված է։ Բայց Ֆրանսիան ինչ որ մի մասով Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Հնդկաստան շատ ավելի խոր է, Չինաստան, բայց արևմուտքն էլ ներողություն, բայց Ամերիկան էլ միջնորդավորված, որքանով այստեղ դերակատարում կունենա Ադրբեջանը, դերակատարում կունենա Թուրքիան եւ այլն։ Իսկ այս ռուս-ամերիկյան առանցքում նոր սկսող բանակցությունների մեջ գուցե մի հույսի շող լինի մեզ համար։ Հույսի շող կլինի, երբ որ ասենք մենք ինչ ենք ուզում։ Ես դա եմ ասում, հասկացեք, Եվրոպա գնալը Եթե դուք նույնիսկ ասում եք, ես ուզում եմ գնամ Եվրոպա, ուզում եմ գնամ, չգիտեմ, ՀԱԲ, ԵԱՏՄ, ինչ որ միտեղ իմաստ եմ ասում, դա միջոց է, չէ՞, մենք ասում ենք, չէ՞, միջոց է, անվտանգություն ապահովել եւ այլն, բայց դուք չեք ասում, որպես ազգ, որպես պետություն, իմ նպատակը ո՞րն է, ես ինչ նպատակ ունեմ ընդհանրապես, որ դրա միջոցով ուզում եմ անել։ Երկրորդ այդ մարդիկ երբ որ նպատակը ասում են անվտանգությունը, պարոն Պետրոսյան, հիմա մենք էլ փորձում ենք ձեզ գտնել այդ անվտանգային գոտին, որտեղ մենք հիմա հազար ներողություն դա եմ ասում։ Այդ մարդկանց ասեք անվտանգ ասելով ինչ եք հասկանում, բացեք անվտանգությունը։ Ես ձեզ ասեցի, չէ, անվտանգությունը գիտության եւ պրակտիկայի մեջ մարդկանց ազգային անվտանգության ռազմավարությունների մեջ բոլոր պետությունների այն սահմանն, որ ես տվեցի, չէ, դա դրված է բոլորի։ Ես դա տեսական բան չասեցի։ Դե ասա մենք գնում ենք այստեղ ճանապարհը հասնելու համար, անցնելու եւ հասնելու տեղ հասնելու մենք պետք է ունենք այս անվտանգային համակարգը։ Հիմա այդ մարդկանց առաջին երբ որ դուք տեսեք ինչքան է խոսքը մեր արժեզրկվել։ Երբ որ մարդիկ ասում մենք գնում ենք Եվրոպա, Եվրոմիություն։ Հիմա այդ մարդկանց խնդրում եմ հարցեք, գիտեք ես մի քանի անգամ հարցրել եմ, հազար ներողություն, բայց տգետ պատասխաններ են տվել, պոպուլիստական ու ցրել են թեման։ Ասում եմ մի ամբողջ պետություն համակարգ եք փոխում եւ այլն, հասկացանք, ասենք բարի նպատակներով եք անում, որին ես այդքանը չեմ հավատում, բայց ունեք վերլուծություն, ռիսկերի գնահատում։ Վերջը սա 5 հոգու դուք ձեր ընտանիքի անդամներով չեք գնում միտեղ, բավարար խնդիրներ եղան։ Դուք պետություն եք, մի ամբողջ հասարակություն, ազգ, ի ամբողջությամբ մի հատ նոր process-ի մեջ եք մտնում, որտեղ ամեն ինչ անորոշ է ու անհայտ է։ Հիմա դուք ասեք, խնդրեմ, եթե դուք ունեք նվազագույն պատասխանատվություն է ժողովրդի նկատմամբ, ասեք, գիտեք ինչ, գնում ենք, մեր նպատակը այս է, մենք այսպիսի պետություն ենք ուզում ունենանք, այսպիսի պետություն կարող է ապահովել բացառապես անդամակցությունը Եվրոմիությանը։ Ինչ որ մեկը չի ասի չէ, բայց ասեք ես ինչ պետություն եմ ուզում ունենամ ու այսա կապահովի։ Հետո տվեք պատասխանը։ Ասեք այսա կարող է ապահովել այս գործիքակազմով, այս ճանապարհը հղի է այս վտանգներով եւ այս առավելություններով։ Ռիսկի մենեջմենթը պետք է դուք պետք է հասեք, դուք ունեք վերլուծություն, ինչ հետևանքներ կարող է ունենա դրա համար։ Կարող է ճանապարհի կեսին հանկարծ մի այնպիսի բան լինի, որ մենք որպես պետություն 2 օրում դադարեն գոյություն ունենանք։ Այսինքն, եթե գտակ ավելի որ առարկայական լինի, պարոն Պետրոսյան, մեր եզրափակիչ այսպես փուլում մեր հետաքրքիր է զրույցի, գտնում եք, որ ԵՄ-ն այսպես արդեն բան անենք, այսպես տեսակավորենք, դնենք այսպես տարանջատենք միմյանցից, փորձենք էլի, որ ավելի թիրախային լինի։ Այսինքն, ռիսկերը շատ ավելի շատ են եւ անկառավարելի, եթե մենք ուզում ենք վերջնականապես ընտրենք եվրոինտեգրման կամ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը եւ որևէ երաշխիք չկա, եթե մենք հենց այսօր ավելի պարզ խոսքով ասած դուրս եկանք ԵԱՏՄ-ից եւ ՀԱԲԿ-ից, մենք կարող է ենթարկվենք արդեն արտաքին ագրեսիվ հարձակման մեր ոսողների կողմից, հա, ամեն ինչը հնարավոր։ Իմ ասածը նա է, եթե դուք ասում եք, օրինակ ԵԱՏՄ-ից դուրս եկանք, դուք վերցրեք բռնեք, մարդկանց ասեք, այ ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերը սրանք են։ Մենք ունենալու ենք տնտեսական այս ռիսկերը։ Դա ձեր կյանքում արտահայտվելու է այսպես։ Ռազմական, մնացած ռիսկերը։ Հետո այս ճանապարհին գնալու ժամանակ ունենալու ենք այսա,
Այսինքն վերլուծություն արեք, մենք ինչի մեջ որ չկա այդ վերլուծությունը։ Իհարկե ոչ թե գտնում, այլ չկա, իրանք է չունեն, դա նվազագույնը 2000 էջանոց վերլուծություն պիտի լինի, ու դա շատ բնական օրինաչափ է։ Պատկերացրեք դուք պետության մի ամբողջ վեկտոր եք փոխում գլոբալ իմաստով։ Իսկ իմ ասածը ո՞րն է։ Իմ ասածն ասում եմ հստակ, եթե իրական դուք ուզում եք պետական ու ազգային օրակարգ սպասարկեք, ասեք այդ վերլուծությունը դրեք, ես առաջինը օրինակ եմ ասում, դուք դրեք, ապացուցեք ինչքան որ հնարավոր է, առաջինը ես կգամ ձեր հետ, կասեմ այդ օրակարգը սպասարկում, որտեղ իմ խնդիրը Ռուսաստանի ծիրում մնալը չի, իմ խնդիրը ազգային պետություն ունենալն է։ Եվ եթե ես կարամ այս պետություն ունենալուն գնամ X ճանապարհով եւ ոչ թե Y, ես կգնամ X-ով։ Եթե պետք է ես կգնամ լուսին։ Եթե պետք է ես կգնամ, չգիտեմ, ամենտեղ, բայց ասեք ուր է գնում, դա ոնց եք սպասարկել, ոչ թե այդ պոպուլիստական օրակարգը տարեք, հազար ներողություն։ Միայն թե որ դուք հայտնվեք պարլամենտում, մի տարեք, դուք պետք է հոդաբար ձևով բացատրեք, այսինքն ինչ եք հասկանում, ուր է գնում պետությունը, ինչ ռիսկեր կա։ Իսկ այս գլոբալ աշխարհակարգի մեջ, դա գիտեք ինչ անհեթեթություն է։ Եվրոպան, Եվրոմիությունը որպես այդպեսին, անգամ ինքը չի պատկերացնում իր ապագան ինչա լինելու։ Տեսեք ինչա կատարվում։ Իբր Ֆրանսիան ուզում է ինչ որ մի կերպ հավաքի իրար գլուխ ռազմական ինչ որ միավոր ստեղծի, բյուջեները ավելացնեն եւ այլն, բայց դա նվազագույնը 5-10 տարի տևել է, բայց ում դրան ես որպես այդպեսին չեմ էլ հավատում, որ դա կարող է լինի, դա մեկ այլ հաղորդման թեմա է, որը ունի հստակ իր գիտական հիմքը ու հենքը։ Այսինքն կներեք, եթե փաստորեն ձեր այս հազար ներողություն, միջև դա ասեք հազար ներողություն։ Իմ ասածը խեմ ասում, էմոցիաներ պիտի հանել ու մարդկանց վրա էմոցիաների վրա չխաղալ։ Պատկերացնում եք, հիմա Դանիայում հայտնվեին ուժեր, Դանիայում, տեսեք, վերկենային ասեին, քանի որ ասես բանը ասե ու օթուն չի ասել Թրամփը, որ ասել է, եթե հանկարծ չվաճառեք, ես գալու եմ ուժով վերցնեմ Գրենլանդիան։ Վերկենային ուժեր ձևավորվեին ու ասեն, գիտեք ինչ, մենք դուրս են գալիս ՆԱՏՕ-ից, քանի որ այն համակարգի մեջ, որի որ մեջ մենք ենք, որը պիտի մեզ ու ոչ միայն ՆԱՏՕ, մի հատ էլ Եվրոմիություն, առանցքային պետություն։ Մենք դուրս են գալիս, գնում ենք ՀԱՊԿ, որտեղ մենք հասկացանք, որ սա մեր թշնամին է, մենք գնում ենք ՀԱՊԿ։ Պատկերացնում եք այդպիսի բան ասեն։ Ինչ կանեն իրանց հետ ընդհանրապես, կամ այդպիսի մարդ ոնց կասեն, կամ ոնց կվերաբերվեն։ Հիմա նույն տրամաբանությունը հարցը այն է, լավ է, վատ է, դուք ֆորմացիա եք փոխում։ Եթե ֆորմացիան փոխում եք, պատկերացնում եք, դա ինչքան կշռադատված պիտի լինի, ինչքան ռիսկերը պիտի հաշվարկված լինեն։ Իմ ասածը դրա մասն է, ոչ թե որ մենք պետք է մնանք այս ծիրում, մյուսն ասում չէ, պետք է գնանք այն ծիրում։ Ես ասում եմ ազգային եւ պետական օրակարգ սպասարկենք, ուզում եք լուսնի ծիրը բռնենք, բայց ասեք այդ ռիսկերը գնահատեք, ոնց եք դուք դրան գնում։ Այսինքն չէ մենակ արդեն վատ ավելի վատ չի լինի, չէ դու ինչ գիտեք ընդհանրապես վատը որն է, վատը չենք տեսել մենք ինչա վատը։ Ասեք այդ ռիսկերի գնահատումով ձեր քաղաքագիտական կարծիքը նախապատվությունները ինչպես ես ասացի, թե դեռ ձեր մեր այսօրվա գոնե զրույցը ավարտենք նրանով, որ դեռ այդ վերլուծությունները չկան, ըստ ձեզ, որ մենք մտածենք նախապատվությունը, որ բևեռին տան կամ գուցե հավասարաչափ կամ գուցե ինչպես ժամանակին էին ասում կոմպլեմենտար համադրող քաղաքականություն վարենք, որն է ըստ ձեր համար այդ ձեր ասած ազգային պետության տեսլականը հստակ, եթե մի քանի բանով եզրափակենք այսպես, որ մեր ունկնդրի ավելի եթե կարելի է առարկայական պատկերացնի։ Արտաքին քաղաքականության նախապատվություններ, ուղղություններ, հիմնական, որը մեզ կապահովի թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմական անվտանգություն եւ ներքին տնտեսական անվտանգություն։ Շատ պարզ։ Ուրեմն առաջի բան, որ պետք է անի Հայաստանի Հանրապետությունը, այն հիշում ենք այն մի քանի կետերը, որ ասել եմ, պիտի զերծ մնա հակայի քաղաքականությամբ։ Հայաստանը այսօր իրավունք չունի անելու հակառուսական քաղաքականություն, անելու հակարևմտյան քաղաքականություն, նույնիսկ քաղաքական արտաքին քաղաքականության մասը խոսքը, նույնիսկ, տեսեք, կարամ սա չասեմ, էլի զբաղվում պոպուլիզմով, բայց ճիշտ ասել է, նույնիսկ հակաթուրքական էսպայն իրավունք չունի։ Ես իմ էությամբ հակաթուրքական եմ, բայց արտաքին քաղաքականությունը այսօր իրավունք չունես հակաթուրքական անելու։ Իրավունք չունենք այսօր Թուրքիային պատերազմը Ադրբեջանին հայտարարելու, չէ՞։ Բնականաբար, ու նույնը վերաբերում է հակառուսականությանը, հակարևմտականությանը։ Մենք պետք է շատ լավ իմանանք, որ մենք քաղաքակրթությունների խաչմերուկում ենք, հստակ սահմանում ենք մեր ազգային պետական շահը, ու այդ շահի շուրջ կարողանում ենք հավասարակշռելով հարաբերություններ ձևավորել, որովհետև տեսեք, կա մի կողմից նայեք։ Շատ տեսեք, շատ բարձ, մինչև չսահմանեք ձեր նպատակը, չեք կարողանում, նայեք, այստեղ ինչքան իրար հակադրվող շահեր կան։ Ռուսաստան, Եվրոմիություն, Ռուսաստան, Թուրքիա, ինչքան է կարճաժամկետ ռուս-թուրքական
հարաբերություններ են գնում առևտուր ինչպես շատերը ասում են, դա շատ օրինաչափ է, այո, եղել են, կան երկարաժամկետ առերով նրանք ռազմավարական հակառակորդներ են Ռուսաստանն ու Թուրքիան։ Ռուսաստան, Թուրքիա, նայեք, հետո Իրան, Իսրայել, Իրան, Եվրոմիություն, Չինաստան, Արևմուտք, քաղաքակրթությունների խաչմերուկում ենք, ու այստեղ բոլորը հակադրություններ են, այսինքն դուք կարող եք ոչ թե գնալ ասել, գիտեք, ես պատրաստ եմ լինել ձեր խաղաքարտը Ռուսաստանի դեմ կամ գնալ Ռուսաստան ասեք, ես պատրաստ եմ լինել քո խաղաքարտը Արևմուտքի դեմ, սա ֆանտաստիկ կարող է դուք հավասարակշռել կամ հակակշռել։ Մի բարձ մենք այդ ներուժը որ մենք ավելի քան ենք։ Հիմա պատկերացեք, օրինակ եմ ասում, հիմա Իրան միջնորդավորված Իրան Միացյալ Նահանգներ հանդիպումներ չէ գնում։ Եթե մենք ունենենք նվազագույն դիվանագիտություն, մի քիչ ամուր պետություն, այսօրի հասցված չլինենք, պատկերացնում եք դրա հարթակը լիներ Հայաստանը, որպես իր քաղաքակրթությամբ համագործակցային։ Այդ հարթակը տրամադրել Հայաստանը։ Ու սա ես ինչ որ միֆական բան չեմ ասում։ Իրանին հարևան եւ այլն արևմուտք եւ այլն Հայաստանն ուներ այդ հարթակը։ Պրիմիտիվ բան եմ ասում։ Ես հիմա ասեմ թե ինչքան մեծ ունենք այդ ռեսուրսները մենք։ Ինչի այսօր որևիցե մեկը չի խոսում հայկական սփյուռքի մասին։ Մենք անսահման հնարավորություն ունենք սփյուռքի ռեսուրսների մասում։ Մենք հզորագույն լոբիներ ունենք տարբեր տեղեր, որտեղ որ պետք լինի կարողանում ճնշում անել։ Նախկինում էլ որ այդքան խոսեցին Սփյուռքի մասին, երբեք չի եղել։ Չէ, Սփյուռքի նախարարություն կար, բացարձակ խոսելը շատ քիչ է։ Մեր մոտ Սփյուռքը միշտ նայել են որպես դրամապանակ։ Ուրիշ ոչ մի բան։ Սփյուռքի հետ կարող եք ասել մի օր, որ մեր հարաբերությունը եղել է ինստիտուցիոնալ ու Սփյուռքը համախմբված է եղել մեկ ազգային պետական շահի շուրջ։ Չի եղել այդպիսի բան։ Ներդրումների չափը թե չի եղել այդպիսի ժամանակներից ինչքան Սփյուռքը եղել է Չի եղել այդպիսի բան, ասում եղել է միմիայն դրամապանակ, երբեք տեսե երկկողմանի հարաբերություններ, երբեք տեսե ինստիտուցիոնալ հարաբերություններ, ասել են խնդրում են գումարը տվեք, այս անենք, որի 80%-ը պետք է գրպանենք, այն 20%-ը անենք, վերջում իրար հետ դրա համար վիճենք, խզենք այդ համագործակցությունը եւ այլն։ Այդ է եղել։ Մենք անսահման հնարավորություն ունենք, բայց մեզ իրար կապող միասնական գաղափար չունենք։ Հետո ավելի կոնկրետ որ ասեմ, պատկերացեք, մենք իշխանության ենք։ Առաջին հերթին դուք սահմանում եք նպատակը, երկրորդ հերթին նպատակի շուրջ համախմբում եք ողջ ազգային ռեսուրսը։ Սա առանցքային է, այդ ողջ ազգային ռեսուրսը ձեզ տարբեր աշխարհի տարբեր կետերում տարբեր հսկայական լծակներ։ Դրանք վերելու է կենտրոնացնի Հայաստանում, Հայաստանից դուրս է գալու։ Սա անսահման հնարավորություններ մենք ունենք։ Մի հատ խնդրում եմ ինչ որ մի հատ իշխանությունից որ մարտնի հարցեք, ասեք այդ դեսպանատները որ հիմա կա դուրսը, այդ միսիաները ինչով են զբաղվում ընդհանրապես, ինչ խնդիր է իրանց առաջ դրված։ Բացի որ առանց մաքսատուրքի մեքենաներ են գնում իրենց համար, ինչ անում է դեսպանությունը դուրսը։ Մի խնդիր ասեք, էլի միջազգային հարաբերություն, ինչ է սպասարկում։ Հայցերից հրաժարվել են, ոչ միտեղ պետական քաղաքականություն որպես այդպեսին չկա, մեր քաղաքականությունը պատվիրակված է Թուրքիային։ Ասում են, որ հայցերից չհրաժարվեին, կբորբոքեինք մեր թշնամիներին եւ մեր թշնամիները կհարձակվեին։ Դե այդ ասում են դրա, դա տագիտություն է, դե նույնն է ոնց որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ մենք ոնց որ կարմիր շորնա, չէ, կարմիր գույնա, մենք ցուլին գրգռում ենք եւ այլը չբորբոքենք, դե այդ եմ ասում, դրա համար հրաժարվեք ինքնությունից։ Այդ են ասում եք, հրաժարվենք ինքնությունից, չբորբոքենք։ Բայց եթե դուք այդ քաղաքականությունն եք վարում, ինչի համար է ձեզ պետք պետությունը։ Ինչի համար է ձեզ պետք պետությունը։ Կարեք շատ հանգիստ քաղաքականություն մշակեք, օրինակ ասեք կառավարությունը գումարը հատկացնում անվտանգության տեսանկյունից, որ օրինակ մարդկանց խումբ ըստ իր նախապատվության մեկին ուղարկի Ավստրալիա ապրելու, մեկին Կանադա, մեկին Ամերիկա, չէ՞ որ ընդ ամեն ինչ ավելի լավ է։ Ինչի համար է ինձ պետք է այդ պետությունը, որտեղ չի լինելու ինքնություն, չի լինելու արժե համակարգ, չի լինելու պատմություն, ոչ մի բան չի լինելու։ Այն ինչ որ կարող է գրգռել Ադրբեջանին։ Ինչի համար է ինձ պետք է այդ պետությունը։ Ես ինչի համար պետք է գնամ բանակ։ Ինչի է ամեն ինչը պետք է, թե զուտ իմ ստամոքսի համար է ինձ պետք է ամեն ինչը։ Թո ծրագիր անեն, հաստատ շատ ավելի լավ են, չէ՞, տնտեսական պայմանները Ամերիկայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Կանադայում, ամենտեղ։ Դա լավ խենք ապրում Հայաստանում։ Ինչն է մեզ կապում այս հողի հետ։ Եթե դուք ամեն ինչը վերացնում եք ու ասում եք, գիտեք, ձեր կյանքը մենակ ձեր սպառողական էությունն է, մենակ կուշտ ուտելն է։ Կուշտ ուտելը Շվեյցարիայում է կարամ կուշտ ուտեմ շատ ավելի լավ։ Ամերիկայում տասնապատիկ ավելի լավ կարամ ուտեմ։ Դա պետություն մեզ ինչների սա պետք։ Այսինքն չի կարելի իբր ռացիոնալիզացիայի կամ ռացիոնալ մտածողության տակ տալ խորքային տգիտություն այդ սպառողական ասենց ասեմ ճղճի էությունը պարտադրել ամբողջ հասարակությանը, նվաստացած էությունը պարտադրել ամբողջ հասարակությանը։ Սրա մասին է խոսքը։
Բայց մենք շատերը ասում ենք դա ռացիոնալ, այս պահին ասեք հասարակության ու պետության հետ գործ ունենք, է չկա այդպեսի մի հատ կնոպ կա որ սխվում ենք, հասկանում եմ մարդիկ շատ են սիրում որ իրենց խափում են որ ասում են գիտեք ինչ, այ հեսա գնում ենք այդ արևմուտքի կոճակը սխմենք, մյուսն էլ ասում է գնում ենք Ռուսաստանի կոճակը սխմենք ու տեսեք հեսա ինչ զենքեր են գալիս եւ այլն։ Սա տգիտություն է։ Առողջացումը առաջին հերթին պիտի լինի ներսից առողջացումը լինի, որից հետո գնալու է ազգային ռեսուրսի համախմբում։ Մեր իմ խորին համոզմամբ եւ մեր նպատակեսում պիտի լինի հայկական պետություն ձևավորելը։ Ով ոնց ուզում է ասի, մենք երբեք չենք ունեցել հայկական պետություն։ Իսկ այսօրվա մեր պետությունը հակահայկական է, ոչ միայն հայկական, ուղղակի հայկական չէ։ Մենք չենք ունեցել հայկական պետություն։ Փաստորեն իրական Հայաստանը չեք ընդունում։ Այսինքն իրատեսական իշխանությունների ասած իրատեսական հաշվարկների վրա հիմնված Հայաստանը չեք ընդունում։ Դա հաշվարկների մասին չի խոսքը, դա կարող է հաշվարկներ է, բայց ոչ հայկական հաշվարկներ են։ Դրանք օրինակ թուրքական հաշվարկներ են, բայց ոչ հայկական հաշվարկներ են։ Այս մարդիկ նույնիսկ չեն կարողանում հասկանալ հայրենիքի ու պետության տարբերությունը, որը իդեպ կենացային մակարդակով չի, դա գիտությունն է, դա պրակտիկա է բոլոր աշխարհի բոլոր պետություններում։ Հայրենիքը պետության հոգևոր եւ ստեղծագործական ձևն է։ Բովանդակությունն է ներողություն։ Հոգևոր եւ ստեղծագործական բովանդակությունն է պետության։ Պետությունը հայրենիքի դրական իրավական ձևն է։ Այդ երկուսը իրար հետ սերտորեն փոխկապակցված են։ Դուք չեք կարող ինքնության կոմպոնենտը հանեք պետությունից ու դուք ասեք ես գնում եմ ռացիոնալ հաշվարկով, ինչ ռացիոնալ հաշվարկ։ Ասենք պարոն Պետրոսյան, ինքնությունը ունեցանք, սրանով փորձենք այսօր եզրափակենք, հետագայում ելի կհանդիպենք վստահ եմ։ Դեռ նախապատվությունների մասին չխոսեցիք, որովհետև ասեցիք դեռ չի կատարված այդ հաշվարկը, չէ՞, այդ մոնիթորինգը դեռ չենք մենք կատարել։ Ֆորմացիա ես ինեի ղեկավար չի փոխի ոչ մի ֆորմացիա։ Հակառակը այս ֆորմացիան, որ կա, հազար ներողություն։ Այս ֆորմացիան, որը այսօր ունենք իրավական առումով, որտեղ անդամ ենք, որտեղ համագործակցում ենք, դրան ընդհանրապես ես այս բան չեմ, որովհետև տեսեք, բայց բովանդակությունը կփոխեի, ոչ թե նույն ձևի կգործեի։ Ֆորմացիային պետք չի կպնել, որովհետև турբուլենտ մեր իրականության մեջ ֆորմացիաներին կպնել չի կարելի, բայց այն ներուժը, որ մենք ունենք տարբեր տեղ համագործակցության, այդ դրանք է պետք օգտագործել։ Այսինքն եթե դուք ուզում եք արևմուտքի հետ ավելի խոր հարաբերություններ ունենաք, առանց ռուսականին վնասելու արեք, հա։ Այո, որևիցե մեկը ձեզ չի ասում, գիտեք ինչ, այ ես ձեր հետ կհամագործակցեմ, ընդունված է, չէ՞։ Եթե դուք հապկից դուրս գաք, ցույց կտաք մի այդպիսի բան, որ այտենց հայտարարություն կամ այդպիսի պահանջ կա, անգամ եթե այդպիսի պահանջ լինի։ Կամ օրինակ ռուսական կողմը ասի, գիտեք ինչ, դուրս արի արևելյան գործընկերությունից, իմ էլ հակառակն եմ ասում։ Դուրս արի արևելյան գործընկերությունից եւ ես քեզ կօգնեմ, օրինակ եմ ասում։ Չկա այդպիսի բան։ Տեսեք, երկու կողմն էլ ասում են, ոչ չլինի, մեկն եմ ասում։ Դրա մասին չի խոսքը։ Այստեղ մի քիչ ավելի ձեզ անգամ օգնելու համար կարող եմ մի բաներ ասել, որ ես էլի ռուսագիցների հետ այդ թեմայի մեջ ենք այսպես թրծվել, թաթախվել, որ Ռուսաստանը կարծես թե չի էլ ուզում առանձնապես, ասենք ռուսական բևեռը լայն իմաստով այսպես հյուսիսային բևեռը չի էլ ուզում, որ մենք արևմուտքի հետ ընդհանրապես խզբենք կամ չգիտեմ դառնանք գուբերնիա, կարծես թե եւ ինձ չեն համոզի այն ուժերը, որ եւ այս ռեէքսպորտը որ կա, չէ, այս վերա արտահանումը որ կա, Ռուսաստանի բավականին ձեռնտու է մանավանդ այսօրվա այս վիճակում, երբ որ Ռուսաստանը ունի բազմաթիվ պատժամիջոցներ, այո, դուք դեռ տնտեսական առումով եք ասում, Հայաստանը բացի այդ նաեւ շատ տարբեր առումներով կամուրջ է եւ ամենակարևորը, որ սա այս մարդկանց դժվար է հասկացնել, երկարաժամկետ առումով, ռազմավարական առումով, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են։ Սա պետք է հասկանալ։ Դրա համար էլ ես ակնարկեցի, որ միգուցե փորձենք այդ հարաբերությունների այսպես մերձեցումից, ինչը չկար Բայդենյան նախորդ գլոբալիստական վարչակարգի օրը, փորձենք այս ամեն ինչի ծիրում գտնել մեր տեղը, դրական տեղը եւ մեր անվտանգային բարձիկը գուցե նայել, չէ՞։ Իմ ասածը հենց դրա մասին էր, այսինքն չի նշանակում ամեն պրոռուսական թևը, չէ՞, մենք չունենք ոչ պրոռուսական, ոչ պրոարևմտյան, մենք այդպես թևեր չունենք, ուղղակի դրանք, չգիտեմ, ինչ որ այլ մի տեղից հայտնված մարդկով չեն պատկերացնում այդ հարաբերությունները։ Չգիտեմ էլ այդպեսի անգամ ինչ որ բաներ, ինչ որ շեշտված գործիքներ, որի եթե ես եւ դուք կներեք ավելի ժողովրդական առարկայական խոսքով, եթե ես եւ դուք ասում եք այսօր ռուսների հետ չխզվենք, չսրենք, վատ հարաբերություններ չունենանք, դա նշանակում է, որ դուք եւ ես ռուսամետներ ենք, կամ ռուսահպատակներ ենք, կամ առավելևս ռուսաստրուկներ ենք, չէ։ Ինձ օրինակ ինձ շատ հաճախ չնայած այս վերջերում այլ բան են ասում։ Նույնը
եվրոպական։ Այս վերջերում օրինակ ասում էին, որ վերջում չէ, միշտ ասում են, երբ որ ես իմ խոսքի մեջ միշտ եղել եմ, ես ասում եմ, որ չի կարելի լինել հակառուսական, նաև հակաարևմտյան, բայց երբ ես ասում եմ հակառուսական, ասում են վերջ։ Եթե դու հակառուս ես, ուրեմն դու ռուսի ստրուկ ես։ Իմաստն եմ ասում, մեր այսպես խեղաթյուրված է մեր այս ամբողջ իրականությունը։ Հիմա իմ ասած, երբ որ ես ասեցի խաղի կանոնները ճանաչելը, հենց սրան էր վերաբերում, որ հասկացեք, այս մարդիկ վերջ-վերջո նաև իրենք ռազմավարական դաշնակիցներ են գլոբալ առումով եւ երկրորդը մյուս կողմն էլ ասում է գիտեք ինչ գնանք մտնենք Ռուսաստանի տակ 1000 ներողություն որ Միացյալ Նահանգներին այստեղից քշենք չգիտեմ այդ սորոսական եւ այլն այդ էլ եմ ասում ոնց որ ասեմ ռուսներին նույն էլ արեմուտքին դուք չեք բերել այստեղ եւ քշողը հաստատ իմացեք դուք նույնիսկ կարողա չգիտեմ կատվին ձեր միջանցքից չկարողանա քշել դուք չեք քշողը դուք կարող եք խաղի կանոնները լավ պատկերացնեք ու ճիշտ խաղակ այդ խաղի կանոնները սպասարկելով ազգային պետական շահը բայց մի հրապուրվեք ինչ որ մի գերտերության իր սեփական օրակարգով ունեցեք ձեր սեփական օրակարգը սրա մասին ամբողջ խոսքը իսկ մենք շատ հեշտ է գիտեք ինչ հիմա օրինակ մի քանի օր առաջ էլի մարզում ենք մարդիկ խոսում են ասում են եկել են մեկը երիտասարդ մեկը ոչ երիտասարդ եկել են ասում են մեր ձեր փրկությունը գտնվել է մենք հիմա գնում ենք Եվրոպա փրկվենք ասում եմ եւ դուք հավատացիք ասում եմ չէ բայց այնքան լավ էր ասում լավ է այդ լավ ասողներին չպիտի հավատալ պետք է հավատալ լավ գործ անողներին եւ հայրենիքին իրական գործերով սպասարկողներին ծառայողներին Պարոն Պետրոսյան թույլ տվեք այս լավատեսական երանգով էլ ավարտել այսօրվա զրույցը եւ հետագայում ակնկալել շնորհակալ եւ ավելի հետաքրքիր հանդիպում Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր հյուրն էր քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Ես դիմում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ դրանով հանդերձ խրախուսել մեր աշխատանքը։ Բոլորին մաղթում եմ ամենայն բարիք եւ անսպառ լավատեսություն։